տվյալ դեպքում ինքը իրավունք չունի հանձնարարականներ տալու, ցուցումներ տալու, եթե ասենք ինչ-որ գործը կարել են, նույնիսկ ձևական կողմը չի պահպանում, այսինքն ինքը ցուցումներ է տալիս, թե ինչ պետք է կարել, հետո տալիս է, թե որ մարմինը ինչ պետք է անի, երբ պետք է անի, ինչպես պետք է անի, եւ կոնկրետ մեղադրանք է հնչեցնում, որը բնականաբար որևէ հիմք չունի, բայց այդ ապօրինությունը հենց դա է։ Նկատի ունեք այն, որ արձակուրդում է գտնվում։ Ոչ, արձակուրդը բացարձակ կապ չունի։ Արձակուրդի պահին կարծիքով իրավական մասով մի քիչ չի անպատասխանում, այն առումով, որ որպես վարչապետի պաշտոնը զբաղեցնող շարունակականության մասը ունի, բայց դա ամենափոքրիկ կարգազանցությունը, ինքը լիազորությունների գերազանցում է իրականացնում, ինքը կոնկրետ ցուցում է տալիս։ Ասում եք հասկացա, բայց ինքը հրահանգները տալիս է, այսինքն մենք հիմա նայում ենք ձևական կողմին, հա, մարդուն ուզում են գնդակարեն, ասում են գնդակարությունից առաջ բանը, չգիտեմ, ստուգել եք, ասենք, նորմալ է եղել ամեն ինչ, թե ոչ։ Հիմա ասենք, այդպիսի դատարկաբանություն, որ իրենք արել են առնվազն իսկ իրականում հանցագործություն, ասենք ինչ է նշանակում։ Ես ներկայացնում եմ կուսակցություն, ես Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակի երկրորդ համարն եմ, եւ իմ դեմ այդպիսի, այսպես ասած, սարսափելի մեղադրանք է հնչեցվում, ասենք ոչ մի, ասենք հիմք չկա, ու հիմա բոլորը սպասում են, թե ինչ են կարելու, ինչ են ցույց տալու։ Մեր իրավաբանները հիմա երկու ուղղությամբ են աշխատում, մեկը այդ զրպարտության եւ բարի համբավի հետ կապված արատավորման այդ հայցը, եւ երկրորդը լիազորությունների գերազանցումը, երրորդ արդեն երբ որ ինչ-որ բան կարած բերեն, ըստ այդմ կողմը։ Ես բացարձակապես որևէ բանից տեղյակ չեմ, որևէ իրական պրոցեդուրա չկա։ Ես եթերից եմ իմացել, որ այդպիսի ապուշություններ են դուրս տալու։ Օրակարգ շեղել չկա, ես արդեն նշեցի։ Այս մարդը ես կուզենայի, որ մենք հանրությանը փոխանցենք։ Ինչ ծրագրի տակ է ինքը մտել, այն կետերը որ նշեցի հերթով։ Դուք կտեսնեք, որ ինքը դա աստված մի արասի, եթե մնաց աթոռին իրականացնում է, դրա համար պետք է չթողնել, որ այս մարդը մնա, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը լինի։ Սա հանրաքվե է, սա ընտրություն չի, սա իշխանության ընդդիմության հարց չի, ընդհանրապես կապ չունի իշխանություն ընդդիմություն թեմայի հետ։